Մերձավան համայնքի մուտքի մոտ ենք ոստիկանական զորքերի մեքենան այստեղ պտտվում է, ոստիկանական գվարդիան ամենօրյա վերահսկողություն է իրականացնում, մենք տեսնում ենք պարեկներ պտտվող, բայց սա չի խանգարում, որ Մերձավան համայնքում լարվածություն շարունակվի Փարաքարի համայնքապետ Վալոդիա Գրիգորյանի սպանությունից հետո։ Այսօր ընտրվել է նոր համայնքապետ, մենք եղանք երկու համայնքներում, Մերձավան եւ Փարաքար, Մերձավանում մարդիկ դժվարությամբ են պատասխանում մեր հարցերին, հիմնականում խուսափում էին, բայց նշում էին նաեւ, որ լարվածություն շարունակում է արկա լինել, թեև ոստիկանները նույնպես այստեղ են եւ փորձում են իրավիճակը հանդարտեցնել։ Ոստիկանական մեքենաներ են կայանված գյուղի մուտքի մոտ, համայնքի փողոցներում եւ գերեզմանատան հարակից տարածքում։ Ամենուր ներքին գործերի նախարարության աշխատակիցներ են։ Այս իրավիճակը պահպանվում է սեպտեմբերի 23-ից, երբ Մերձավանում իր տան դիմաց սպանվեց Փարաքար համայնքի ղեկավար Վալոդիա Գրիգորյանը։ Չնայած համայնքում սահմանված ոստիկանության հատուկ հսկողությանը, հոկտեմբերի 6-ին նոր հանցագործություններ են տեղի ունեցել։ Անհայտ անձինք պղծել են Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի շիրիմը, համայնքում նաև վիճաբանություն է եղել։